Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում խոսում է եկեղեցիների չուլանացման մասին։ Իսկապես այդ գիծը տեսնում եմ Ղարաբաղ, ցեղասպանություն, հայրենական մեծ պատերազմ եւ կաթողիկոսական ինստիտուտի ոչնչացում։ Փաշազադեն հայտարարում որ եկեղեցին հայկական խնդրեմ է իրանց համար։ Միակ կառույցն է եկեղեցին, որ խոսում է այնպիսի բաների մասին, որոնց մասին նույնիսկ չեն խոսում արդեն ոչ իշխանությունը եւ առավել եւս արդեն ընդդիմադիրներն էլ չեն խոսում։ Այսինքն եկեղեցին միջազգային հարթակներում Ադրբեջանին նեղն է գցել, եկեղեցուն նեղն են գցում Հայաստանի ներսում։ Ուզում եմ ասել, որ սա պայքար չի աթեիզմի, հավատքի, գիտության, հակագիտության։ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի հակագիտական է, քան միջնադարի ցանկացած խելագար ինկվիզիտորը։ Ընկերներ, ողջույն, Պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Նախորդ անգամ քննարկում էինք իշխանություն, եկեղեցի փոխհարաբերությունները, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյան եկեղեցի հարաբերությունները, իհարկե, եթե կարելի է դրանք հարաբերություններ անվանել, եւ մեզ թվում էր, թե թեման միգուցե այդքանով կավարտվի, միգուցե մեզ նաեւ թվում էր, որ իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը կանգ կառնեն, բայց արի ու տես, որ իրենք չէին պատրաստվում կանգ առնել եւ ոչ միայն կարմիր գիծ արդեն հատեցին, այլ չէ վարդապետի խազը հասան ուղիղ ամենացածր ձևով թիրախավորելով ամենայն հայոց կաթողիկոսին, նրանից պահանջելով արենացնել իր երեխային, եթե իհարկե երեխա կա։ Բանից անցել է ոնց որ թե եւ դրա համար մտածեցինք, որ կարելի է շարունակել թեման, էլ ավելի զարգացնել դրա անհրաժեշտությունը իսկապես կա, որովհետեւ բոլորը շոկի մեջ են, ցնցված են, որտեվ sense բան ոնց որ թե միջազգային հարաբերություններում համաշխարհային պատմության ընթացքում շատ քիչ է լինում։ Դուք ինչ կասեք, պարոն Մարուկյան։ Սիրելի հայրենակիցներ, մենք մտածում ենք թեմային շարունակենք անդրադառնալ թե ոչ, որովհետեւ պարզ է որ մեր ոդքասթը փորձում ենք ամենաարդիական թեմաների մասին խոսել, որ դուք նաև տեղեկացված լինեք մեր վերլուծություններին, նոր տեղեկություններ ստանաք եւ հասկացանք, որ թեման չի վերջանում եւ ընդհակառակը նոր զարգացումներ է ստանում եւ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ թեմային ավելի մանրամասն հիմա անդրադառնանք։ Տեսեք, եւ պարոն Փաշոյանը եւ ես արձագանքել ենք հենց առաջին վարչապետի առաջին այդ ստատուսներից հետո, երբ որ այդ սրբազան, քերոտ կնիքը, բան, դրա մասին նաև խոսեցինք, որտեղ առաջին հանրապետությունից պետք է խոսեինք, համատեղեցինք ըստ էության, բայց հետո ավելի խորը իրավիճակին ծանոթանալով ես մի քանի բան եմ ուզում ավելացնեմ, որ նախորդ եթերներում մենք չենք խոսել սրա մասին։ Ուրեմն ես հանել եմ հետարքի ժամանակագրություն, սիրելի հայրենակիցներ, Կարպիսն էլ չգիտի, որ այդ մասին ասելու եմ։ Տեսեք, մայիսի 23-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն որոշակի հայտարարություններ է արել։ Ուրեմն Բաքվում կայացել է Ղազիների խորհրդի նիստ, որտեղ Փաշազադեն հայտարարել է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին հանդիսանում է տարածաշրջանի խաղաղության, անվտանգության սպառնալիք եւ գործունեություն է ծավալում ադրբեջանական հողերի վրա եւ նմանատիպ հայտարարություններ է արել։ Մնացածը չկենտրոնանանք։ Դե բարձա Փաշազադենով, այսինքն Ադրբեջանի հոգեոր առաջնորդը, սիրելի հայրենակիցներ։ Ալիևի, ասենք, աղբերն է։ Գնացինք առաջ։ Դա մայիսի 23-ն է։ Մայիսի 27-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը միջազգային համաժողով է հրավիրել Շվեյցարիայում, որտեղ քննարկվում է Արցախի բռնազավթման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, այնտեղ մշակութային ժառանգություն, էթնիկ զտում, բան, տենց լրիվ տենց քննարկվում է այնտեղ, վեհապարը գնացել է, կաթողիկոս իր շքախմբով մասնակցում է այնտեղ, քննարկում է գնում։ Եվ մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում խոսում է եկեղեցիների չուլանացման մասին։ Ընդ որում թեման կարելի ասել օթից է եկել, որովհետև հարսանիքից, հայտնի հարսանիքից համալիրի։ Համալիրի հարսանիքն է քննարկվեց երեխաներն, որ բայց համալիրում պետք է հարսանիք էլ արվի, բան ինչ խնդիր է, բան բացարձակապես ես խնդիր չեմ տեսնում։ Համալիրի միջոցառումների վայրը, այո, թողանեն պետական այդ մարմին փող գա եւ կարողանան իրենց կարիքները հոգալ։ Էլի մարդ կա, որ ուզում ամուսնանա համալիրում, թողնան ամուսնանան
Կարպիսն է դեմ չի խոսել ենք այս մասին։ Հնարավոր է առաջին գիշերը համալիրում հասկացնել։ Եթե հյուրանոցային սենյակներն նախատեսեն, դա էլ կլինի հնարավոր որևէ։ Եվ վարչապետը այդ թեման խոսում, ու սահուն մտնում է եկեղեցիների դաշտ, բացարձակապես եկեղեցի համալիր իրար հետ անհամադրելի եւ անհամատելի են, ու մտնում ասում է մեր եկեղեցիները չուլանացված են, բան, այսինքն ուղիղ քննադատություն է ուղված եկեղեցուն, այսինքն հայարակելական Սուրբ եկեղեցուն եւ հոգեվորականներին։ Հիմա կարող է մարդիկ նայեք, ես շատ եմ էլի բան ասեմ, դե լավ երևի համընկել է, դե լավ դե թարգեք դե ախերս կոնսպիրացիաներ, կարող է այդպես շուտ ժամանակը այդպես բան էլի եղե բան, բայց լավ Փաշազադեն հայտարարում որ եկեղեցին հայկական խնդրեմ է իրանց համար։ Հետո Շվեյցարիայում կաթողիկոսը կազմակերպում է այդ միջոցառումը, մասնակցում է ելույթ անելու Ադրբեջանի դեմ ու տեղի ունենում Փաշինյանի այս ելույթը։ Եվ մենք արդեն խոսել ենք, էլի որ մեր ինքնության, մեր ազգային ինքնության հենասյուները քանդուքարապ են արվում այս ընթացքում, խոսել ենք դրա մասին, Արցախյան շարժում, ցեղասպանության խնդիրը, երկրորդ աշխարհամարտում մեր ներդրումը, Խորհրդային Հայաստանի 70 տարին, եւ եկել ենք արդեն հասել ենք եկեղեցու։ Սա մասին նախորդ հաղորդման ժամանակ խոսել ենք, ովքեր չեն դիտել, խնդրում եմ նաև այցելեք եւ դիտեք։ Հիմա Կարպիս, դու ասա։ Ես ամսաթվերով եմ ասում, ոնց է եղել։ Հա, Չուլանացումից հետո սելյանեկիցներ եկել է արդեն սրբազան քերեկինդ բան, այդ ու մինչև այսօրերը մեր նկարման պահը սելյանեկիցներ, սա շաբաթօր է։ Վարչապետը կպած օրական 1 կամ 2 ստատուս է գրում, ընդ որում նաև ամբողջ քաղաք պայմանագրի կարկառուն դեմքերը կողքից ձայնակցում են տարբեր ստատուսներով, որ պետք է Գարեգին կաթողիկոսը կամ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պատասխանի արդյոք Գարեգին վեհապարը ունի զավակ թե ոչ։ Այսինքն այս արշավը սկսվել է ու ասում է որ պետքա այնտեղ միտեղ ինտերվյու ատեսնա պետքա փիլոնազրկվեն այդ մարդիկ, սրբապիղսներ են դրանք եւ այս արշավը շարունակվում։ Հիմա Կարպիս, սա կապ ունի Փաշազադե, Ալլաշ Չուքյուր Փաշազադեի հայտարարությունների հետ, թե կապ չունի բացարձակապես։ Փոքրիկ սպրավիչկա, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Փաշազադեն չի, այլ Իմամ Խամենեին, Իրանի հոգևոր առաջնորդը։ Ես դու вообще սրախողող արեցի Ադրբեջանին։ Չէ, դա իսկապես այդպես է, շիաների առաջնորդը։ Բայց բացատրի որ այաթոլան, այո։ Այդպես խնդրեմ կա, իրանք ուզում են առանձին բան աճացնեն, որ մտա մենք առանձին։ Գիտեք, դուք շատ հրաշալի ժամանակագրություն ներկայացրեցիք։ Ես այդ մատ փաստեր փորձեմ մի քանի փաստ իրար կողք կողքի դնել։ Փաստ համար առաջին Ղարաբաղյան շարժումը հրահրել է ԿԳԲ-ն, մենք պատերազմում չենք հաղթել, Ղարաբաղը մեր թոքից, մեր վզից կապված թոք էր։ Այո։ Փաստ համար 2 որ չպետություն լինենք, տենց է, որ չպետություն լինենք։ Փաստ համար 2 մենք բանակ չենք ունեցել։ Փաստ համար 3 բանից պարզվում է, որ հələ պետք է խորանանք, հաշվենք, հասկանանք, թե ովքեր են ընդհանրապես զոհվել ցեղասպանության ժամանակ, եւ հələ մի բան էլ ավել, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է հասկանանք այդ ինչ ա եղել, ոնց ա եղել, հələ մենք էլ մեր մեղքը հասկանանք։ Փաստ համար 4 պարզվում է, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստները ուզում էին մեզ փրկել, բայց տականք սովետը թույլ չտվեց, ռուսները նորից։ Եվ փաստ համար 5 թե 6 Փաստ համար 5 կարևոր չի։ Պետքա պարզել կաթողիկոսը պահպանել է կուսակրոնության ուխտը, թե ոչ, զավակ ունի, թե ոչ։ Հիմա արդյոք այս բոլոր փաստերը իրար հետ կապ ունեն, թե չէ։ Իմ խորին համոզմամբ, այո, իսկապես ունեն եւ այդ կապը հիմնավորվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հանգամանքներով եւ անցած անգամ մենք հողում անելով Արգելի Աշոտ Ոսկանյանին վերեցինք նրա կիրառած եւ հիմնավորած տերմինը, որ Հայաստանում տեղի է ունենում դենացիֆիկացիա եւ դեմորալիզացիա։ Դա ես եմ կողմից ավելացնում։ Եվ սրանք իմ համոզմամբ մեկը մյուսի շարունակությունն են։ Եվ իսկապես հայ առաքելական եկեղեցին եւ նրա գլուխ կաթողիկոսը զուտ հակաադրբեջանական ելույթ չի ունեցել։ Նա փաստերով հիմնավորված խոսում էր քրիստոնեական ժառանգության ոչնչացման մասին, խոսում էր ադրբեջանական կողմի իրականացրած էթնիկ զտման մասին, տարածքների բռնազավթման մասին, այսինքն ադրբեջանական ֆաշիստական ողջ քաղաքականությունը մեկացնող միակ հայկական կառույցն է։
մնացել փաստացի միակ կառույցն է եկեղեցին, որ խոսում է այնպիսի բաների մասին, որոնց մասին նույնիսկ չեն խոսում արդեն ոչ իշխանությունը եւ առավել եւս արդեն ընդդիմադիրներն էլ չեն խոսում։ Եվ այս առումով հայ առաքելական եկեղեցին կարող է ընկալվել որպես խոչընդոտ ապագայի այդ պսևդո խաղաղության պայմանագրի։ Ես բայց ուրիշ մի բան եմ առաջարկում։ Սա արտաքին բանը հասկացանք, չէ՞, սրա մասին շատ է խոսվել, շատերն են խոսել, բայց ես իսկապես այդ գիծը տեսնում եմ Ղարաբաղ, Ցեղասպանություն, հայրենական մեծ պատերազմ եւ կաթողիկոսական ինստիտուտի ոչնչացում, ընդհանրապես քահանայության ուսմունքի քահանայության գաղափարի կազմակերպում։ Հիմա այսինքն ոչ թե իրենք ուզում են իրենց սրտի կաթողիկոսներն, այլ մտածում են, որ լրիվ ուզում են քանդեն այդ համակարգը, մտածում։ Իմ համոզմամբ կարող ուզում են ինչ-որ կամակատար կաթողիկոս լինի, բայց անցած անգամ էլ ասեցինք, պարոն Մարուկյան, տեսեք, գնում են, այնպես կարևոր քրիստոնեական ժառանգության մասին է, չէ՞, խոսում Արցախի։ Հայաստանում են նրանց դարձնում են մանկապիղծ, դարձնում են այլասերված եւ անբարոյական կուսակրոնության ուխտը խախտողներ։ Հիմա տեսեք, ոնց կարան այս անբարոյական մանկապիղծները, իհարկե չակերտների մեջ, խոսան այնպիսի վեհ արժեքներից, որոնք են օրինակ քրիստոնեական ժառանգությունը, Արցախը, ինքնորոշման իրավունքը եւ այլն։ Այսինքն եկեղեցին միջազգային հարթակներում Ադրբեջանին ներն է գցել, եկեղեցուն ներն են գցում Հայաստանի ներսում։ Նաև Սփյուռքում, որտեվ այս խոսակցությունը հայերեն է գնում, բնականաբար թարգմանվում է ամբողջ Սփյուռքի, Ադրբեջանի մամուլը սա լուսաբանում է։ Բայց մի բան եմ ուզում ասել, որ հանիրավի մեղադրանքներ են հնչեցվել, ուրեմն սիրելի հայրենակիցներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցում երբևէ մանկապղծության դեպք չի արձանագրվել։ Երբևէ։ Այդ հայտարարությունները բնականաբար զուտ օդից վերցրած հայտարարություններ են, եւ դրանք ըստ էության միտված են միայն վարկաբեկելու եկեղեցուն, որտեվ չի եղել գոնե մի դեպք, որ ասեն այս մի հատ դեպք է։ Ես մի բան ասեմ։ Ինչ ապերում է կուսակրոնության այդ խախտմանը, դա էլ իր մեջ ունի հետեւյալ կոմպոնենտ է, որովհետեւ վերջին հաշվով հոգեորականն ով է, հոգեորականը քաղաքացի է։ Ցանկացած քաղաքացու անձնական կյանքի վերաբերյալ ապօրինի տեղեկություններ հավաքելը, մշակելը, դրանք օգտագործելը տվյալ քաղաքացու անվան բարի համբավի դեմ կամ այլ նպատակներով շանտաժանելու նպատակով, որ հիմա շանտաժ է գնում թե կոնկրետ, դա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հետապնդելի արարք է։ Կոնկրետ, հստակ։ Պարոն Մարուկյան, ես եկել եմ գրել սրա մասին եւ ուզում եմ նորից կրկնել։ Ինչ ուզում արած լինեն կաթողիկոսները, կաթողիկոսը եւ սրբազանները, նույնիսկ եթե երեխաներ ունեն, ամեն մեկը 10 հատ նույնիսկ եթե երեխա ունենան։ Եթե նույնիսկ կուսակրոնության ուխտը խախտած լինեն, չգիտեմ, ինչ ասես արած լինեն, միևնույնն է, իրենց արածը զրոյական է, եթե համեմատենք այն բոլոր վնասների հետ, որոնք այն բոլոր հանցագործությունների հետ, որոնք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանդեպ արել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինչ ուխտ է ուրացել։ Ասեմ ամենակարևոր ուխտը, որն ա եղել, որ ինքը ուրացել է, Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի, Արցախի հարցով բանակցողի ուխտը։ Կառավարության ծրագիրը։ Այո, դա ինքը ուրացել է ծրագիր։ Հիմա որն է ավելի կարևոր։ Facebook-ում լուրեր դժոխքիցը շատ դիպուկ հումորային, գրել էր։ Հիմա ինքը ասում է թողել մա հրապարակի ինքը կուսակրոնությունը խախտել է, թե չէ, ասում է, բա դու քիչ ես հրապարակում։ Բանը 2019 թվականի կարգավորման պլանը, որ քեզ ներկայացրել են, ինչ չես հրապարակում։ Տեսա ես։ Ինչ եմ ուզում ասում, նրանց արածները հասարակության վրա ներգործություն չեն ունեցել կամ ինչ որ աննշան, այդ բոլոր մեղքերը, հանցագործները եթե եղել են, մենք չգիտենք։ Դա եկեղեցու գործն են, բայց Նիկոլ Փաշինյանի գործած մեղքերը, Նիկոլ Փաշինյանի հանցագործությունները կոտրել են ոչ միայն մեր պետության ողնաշար, այլ նաև մեր ժողովրդի ողնաշարն են կոտրել, որոնք են այդ հանցագործությունները։ Ղարաբաղի հանձնում, բանակցային գործընթացի տապալում, պատերազմի սանձազերծում, պատերազմում պարտություն, անվտանգային համակարգի եւ տարածքային ամբողջականության կազմակերպում, այս բոլոր հիմա կուսակրոնության հետ ենք համեմատում այս ամեն ինչը։ Ես մարդ եմ, երկրի անկախությունը կասկածի տակ է դրել։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված, այսպես կոչված համաձայնեցված տեքստով Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվում է։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող որոշել իր ինքնիշխան տարածքում որևէ դաշնակցային ուժեր տեղադրելու, տեղակայելու համար։ Նայ, այդ թվարկեցիր, բայց ի՞նչ է տեղի ունենում։ Աշխարհիկ իշխանությունը, պնդելով, որ ինքը ժողովրդի կողմից ընտրված է, հարձակվել է հոգևոր իշխանության, կամ եկեղեցու վրա եւ ասում է համանդրության կրոնական կազմակերպության վրա։ Կրոնական կազմակերպության վրա, այո, եւ ես դա ինչն է հետարքիր։ Եթե օրինակ պատկերացնենք գործող վարչապետը այս հայտարարություններն աներ որևէ կրոնական
այլ կազմակերպության նկատմամբ, չեմ ուզում անուններ տամ։ Իրապաշտպան ամբողջ հանրույթը դատապարտող հայտարարությունով հանդես կգար։ Այ հետարքիր բան ասա, բայց որ հայ առաքելական եկեղեցու այն հարցակվել, ոչ ոք չի դատապարտում։ Այ ոչ ոք չի դատապարտում։ Լավ ասեմ, Եհովայի վկաների վերաբերյալ քննադատություն հնչեցնի վարչապետը գործող կամ որևէ նախարար, բոլոր իրապաշտպան կազմակերպությունները Հայաստանի դատապարտող հայտարարությունով հանդես գան։ Հայաստանին գլխավոր դատախազություն հաղորդումներ կմուտքագրեն։ Հայաստանին դատի կտան եւ դատը կշահեն։ Եվ եվրոպական դատում դատը կշահեն, բայց ելի հայնագիստներ, բայց որ հարցը հայրաքելական սուրբ եկեղեցու մասին է, այնց իրապաշտպանները ձեռնպահ են մնում, դե որտեվ հարցեր կա, բայց ախր բա ուխտը, դուք ինչ կապ ունեք ուխտի հետ։ Ինչ ուխտ չի։ Բայց մենք ուզում եմ ուրիշ ռակուրսից քննարկենք հարցը։ Պատկերացնենք սիրիակին հայնագիստներ, մենք չենք մտնում էլի այդ դաշտի մա հասկանանք այնտեղ ով երեխա ունի, ով չունի եւ այլն, ինչ որ հոգեվորական, այնտեղ մի տարբեր սրբազանի անունա տալիս են, որում ես այդ իմ լայվի մեջ ասացի, որ ինչի՞ չի ասում, որ սրբազան է։ Ասում եմ սրբազան, գնա շարունակի քերուտ կնգա հետ հարաբերություն ունենալ, ավելի վատ բառով։ Չի ասում, որ սրբազան է, չէ՞ որ մարդիկ իրենց ծանոթ բոլոր սրբազաններին կասկածեն դրա մեջ, հասկանու՞մ ես, ընդհանուր վարկաբեկվեն բոլորը։ Հիմա ոնց որ մեկը ասի ԿՊԱ-ականներ շարունակեք կակային օգտագործել։ Հիմա կարող է 100 ԿՊԱ-ականի մեջից մեկը կակային է օգտագործում, բայց ասենք դու բոլորին կասկածի տակ ես, որ բոլորը կակային են օգտագործում։ Հիմա այդ կոնտեքստում արի հակառակիցն ենք։ Պատկերացնենք մի հատ հոգեորական տրվել է գայթակղության մեղքին, գայթակղվել է, խախտել է այդ իրանց ասած բանը, ուխտը եւ երեխա է ունեցել։ Այդպես նշած արտամուստական կապից, որոնցակմա չեն զաքս չունեն ու երեխա ունեն։ Պատկերացնենք իշխանությունն է քաղաքացիական այսօրվա գործող, ինգելա հետից ասում է, ասեք կա այդ զավակը, թե չէ, բարձր որ թե ասվեց, հրապարակվելու է, չէ՞, այդ երեխու մասին ինֆորմացիան։ Արդյոք սա այդ երեխայի իր անձնական ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարում չի ունենա մոր։ Եվ արդյոք պետությունը փոխանակ պոզիտիվ պարտականությունները կրի իր վրա, որը նշանակում է ապահովել, որ որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը չոտնահարվի, ինքն անձամբ ձեռքերը կշտել է ու խցկվել է այդ անձնական կյանքի մեջ։ Իսկ եթե պարզվի այդ դեռ չեմ ուզում խոսենք Հովիկ Աղազյանի մասին, իսկ եթե պարզվի վարչապետի սեղանի վրա։ Իսկ եթե պարզվի այդ զավակը եղել է Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ զինակիցներից մեկը եւ բարձր պաշտոններ զբաղեցրել։ Դե նայ, այդտեղ ես հասկանում եմ ում եք դուք Նամիկաճան, ոնց էր այ։ Նամիոկ։ Ում եք դուք նկատի ունենում, բայց օրինակ ինչի հենց այդ ժամանակաշրջանում չի ես արշավը սկսել վարչապետը։ Ես հարցին պատասխանեմ։ Խնդիր էր, չէ՞։ Այ հիմի հանգիստ սկսել է, որտեղ ես հարցին հարցով եմ պատասխանում։ Ինչի օրինակ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի ժամանակ, որին մասնակցում էին ԿՊԱ-ականները, իրանք չէին հիշում, Արայիկ Հարությունյանը աշխատակազմի ղեկավար չէր հիշում, որ 40 տարի առաջ Գագիկ Ծառուկյանը հանցագործություն է գործել։ Եվ այդ հանցագործության մասին հանկարծ հիշեցին այն ժամանակ, երբ որ Գագիկ Ծառուկյանը ասաց, որ պետք է հրաժարական լինի։ Ինչի օրինակ։ Այո, ես դրա մասին ելույթ ունեմ ազգային ժողովում։ Այսինքն Հայաստանում ընտրովի արդարադատությունը, այսինքն արդարադատությունը Հայաստանում կիրառվում է որպես ապօրինի, պատժիժ, գործիք, որպես խաղալիք Նիկոլ Փաշինյանի քմահաճիկները բավարարելու համար։ Ինչ ընտրովի արդարադատություն։ Այն ինչ որ անում է վարչապետը կամ չեմ աշխատակազ, դա արդարադատության հետ կապ չունի։ Դա բան է, վհուկների արշավ է, որսա, դա բան է, դա օրենքի հետ ոչ մի կապ չունի։ Սերիայնակիցներ մեր համանadrության համաձայն պետական պաշտոնատար անձին լիազորված են անելու միայն այն գործողությունները, որի համար օրենքով լիազորված են։ Նրանք սովորական քաղաքացիներ չեն։ Այդ քաղաքացին է, որ կարող է անել այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով։ Վարչապետը չի կարող անել այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով։ Այսինքն իրան արգելված է մտնել կրոնական կազմակերպությունների ներքին գործերի մեջ։ Այո, արգելված է, չունի այդ ձևի լիազորություն։ Հետևաբար ինքը ապօրինի է մտնում այդ դաշտ։ Իրան արգելված է որևէ քաղաքացու այդ թվում իր ֆրակցիայի անդամ Հովիկ Աղազյանի նամակագրությունը կարդալ։ Նա ապօրինի է միջամտում եւ նրա նամակագրությունները կարդում։ Հետո այո Աղազյանը պատմել է, էլի։ Այդ նամակները տալ են ֆրակցիա եւ բոլոր հրավիրել, որ բոլորը գնան կարդան։ Հարմարական է մի բան ասեմ։ Ես չգիտեմ, այս բան դու պատմաբան ես վերջին հաշվով։ Ով ասենց բան արել, ասենք Մուսոլինին ասենց բան արել, ասենք, չգիտեմ։ Այս ինչ է։ Սա ինչի համար արվում է, չեմ հասկանում։ Պարոն Մարոկյան, մեր եկեղեցին ունեցել է 132 կաթողիկոս։ Գարգին երկրորդ կաթողիկոսն է ներառյալ։ Այդ 132 կաթողիկոսներից ոչ մի սուրբ չի եղել եւ չի ակնկալում որ պետք է սուրբ լինեն։ Օրինակ Գրիգոր Լուսավորիչին վերցնենք։
Գրիգոր Լուսավորչի հայրը սպանել էր հայոց թագավորին Խոսրով II-ին։ Սուրբ չէին Գրիգոր Լուսավորչի զավակները, թորները, Ներսես Պարթևը, Սահակ Պարթևը, մյուս կաթողիկ, այսինքն բոլոր կաթողիկոսները ինչ որ մեղքեր ունեն։ Եվ հիմա այստեղ պետքա այդ թվում նաև մեղքեր պետք է որ ունենա Գարեգին II-ը։ Մենք Գարեգին II-ին չենք փորձում սփասնել։ Հենց մենք սուրբ ջուրը ունի մեղքեր։ Եվ որևէ այլ հոգևորականի կամ ընդհանուր առմամբ եկեղեցուն էլ չենք սփասնում, դա մեր գործը չի։ Մենք դրա մեջ չենք խորանում։ Բայց այստեղ ուրիշ բան, էլի պետքա քննարկել։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով մեղքերը, ցավալի մեղքերը, որն այս ամեն ինչի մեջ Հայաստանի Հանրապետության շահ, Հայաստանի Հանրապետությունը ինչա շահում այս ամեն ինչից։ Ես ուզում եմ մի օրինակ բերեմ։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունը ինչ շահեց, երբ որ ամբողջ աշխարհի առաջ խայտարակ արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին եւ քրեական գործ հարուցեց, քրեական հետապնդում իրականացրեց։ Օրինակ ինչ շահեց դրանից։ Գործեց դաշնակիցներին եւ հիմա ինչա շահում պարտվեց պատերազմ։ Ինչա շահում Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը, երբ որ ամբողջ աշխարհի առաջ խայտարակ են անում ամենայն հայոց կաթողիկոսին եւ հայ առաքելական եկեղեցին։ Օրինակ մի հատ բան ասեմ որպես այդ հարցին ես հակառակից պատասխանում եմ։ Ինչա շահում Ադրբեջանը եւ Թուրքիան օրինակ գլխավոր քարտուղարին ձերբակալելու գործով ՀԱՊԿ-ի։ Սիրելի հայրենակիցներ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որը շատ դժվարությամբ ընտրվել էր հայ մարդ, մեր իշխանությունները ձերբակալեցին, քրեական գործ հարուցեցին, հետ կանչեցին, ձերբակալեցին, խայտարակեցին այդ կառույցը, որը հետո մենք սկսեցինք։ Նույն հարցը եկեղեցու հետ կապված է։ Եվ դրանից մեծ օգուտ շահեց Ադրբեջանը, որտեղ հետո այդ ՀԱՊԿ անդամպետությունները սկսեցին ավելի սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ։ Բոլորը սկսեցին զենք ծախել Ադրբեջանին, ովքեր չէին ծախում, նրանք էլ ծախեցին։ Մինչև հետո ով հարաբերությունները ավելի լավացրեցին։ Հետո ասեցին, այս Հայաստան երկիրը մեզ հետ ոնց որ չի ուզում։ Հիմա Ադրբեջանը ինչ է շահում, երբ որ ուրեմն հայարակելական եկեղեցու վարկաբեկումից Ադրբեջանը շահում է եւս մեկ հայկական հզոր լոբիստական ցանց ունեցող կառույցի ջախջախման գործում։ Այսօր հայարակելական Սուրբ եկեղեցին գլոբալ լոբիստական հայկական ամենամեծ ցանցային գազམ եւ ոչ միայն լոբիստական։ Ես աշխարհիկ բանով եմ նայում, չեմ ուզում ասեմ մեր ինքնությունը բան, դա խոսացել ենք։ Զուտ հողի վրա, որ Ադրբեջանի խանգարումը ցանկացած տարածքում, որտեղ ունեն եկեղեցի, որտեղ եկեղեցին ունի հոտ, համայնքը գալիս է Կիրակի օր եկեղեցի եւ տեղեկանում է մեր խնդիրների մասին եւ սնուցվում է, էլի, սնուցվում է։ Հիմա ինչա պետք է Ադրբեջանը, պետք է ոչնչացնել հերթական հայկական հզոր ինստիտուտը, որ այս երկիրը կլանեն։ Ժորժ ջան, այս երկիրը իրենց պլաններով պետք է լինի արևմտյան Ադրբեջան։ Ուզում եմ շատ ուղիղ մենք բացատրենք մարդկանց, ասես ինչա շահում Հայաստանը, այս հակառակից եմ ուզում ասեմ։ Քանի Ադրբեջանի պլաններով սա Հայաստան չի, արևմտյան Ադրբեջանը։ Արևմտյան Ադրբեջանում չի կարող լինի հայարակելական Սուրբ եկեղեցի։ Հետևաբար պետք է քանդել հայարակելական Սուրբ եկեղեցին։ Սա է, այսինքն այս ամեն ինչը արվում է արևմտյան Ադրբեջանի համատեքստում։ Հիմա մի ուրիշ մասով ուզում եմ բան ասեմ, էլի։ Ժողովուրդ չմտածեք, թե ես ու Կարպիսը գժվում ենք մեր որևէ շատ սիրում ենք կամ չգիտեմ, հա։ Հոգևորականներ կան, չգիտեմ, հավանում ենք, հոգևորականներ կան, չենք հավանում, հոգևորական կա հետը մոտիկ ենք, հոգևորական կա հետը մոտիկ չենք։ Հազար մի բան կա։ Ես ինչի եմ սա ասում, որովհետև ժողովրդի մեջ կա այտենց որոշակի նաև ռոպագանդայի արդյունքում, այտենց հակահոգևորականական բան կա, մոտեցում կա, որ բայ բիզնես են անում, բանման, իմացեք, այդ խոսակցությունների 80% ուռճացված են, 10%-ը սուտ են, 10%-ը կարող է այտենց մի բան գտնեք, բայց դրանով Փաշինյանական այդ ռոպագանդան ոչնչացվում է հակաէլիտարիստական ռոպագանդա, որ ցանկացած էլիտա, ցանկացած վերնախավ Թալանչի են, տականք են, հանցագործ են։ Եղբայր քահանա երիտան որնա, դա չարքաշ ծառայությունա, դա ասենք բան այլի ասենք որ նայում ես այդ մարտիկ այդ հակոստով, ուզեմ ասեմ, էդ էլ է абսուրդ մի հատ, մեծ абսուրդ, որ մեկը գալիս են ասեն, բայց խի են, բա մոմ են վաճառում, բա չգիտեմ, շուտ լիքը մարդ հենց գիտի թե բանա, եկեղեցին պետական ֆինանսավորում ունի, պետությունն է ֆինանսավորում իրանց։ Ու պետք է մոմը անվճարելներ, ինքը մոմը վաճառում է։ Սիրելի հայրենակիցներ, այսինքն մի ընկեք այդ բաների հետևից, դուք այս ինչ հոգեորականին սիրում եք, այն մեկին հավանում եք, այն մյուսին չեք հավանում, բան։ Այս ամեն ինչը օգուտ է մեր ճշնամի պետություններին։ Մատուրիշ բաներ կա, պարոն Մարուկյան, որ տենց առաջադեմ կամ պսևդո առաջադեմ զանգված կա, որ իսկապես չեն հասկանում, օրինակ իրերի դասավորությունը, իրերի էությունը չեն հասկանում, ու առաջնորդվում են այն բանով, որ սա բանավեճա
աթեիզմ, հավատք, գիտություն, հավատք, առաջադիմություն, հետադիմություն, լուսավոր ապագա Քեզ ամենաշատը իրանք են, չէ՞, նեարթայնացնում, որ այն որ ինչ որ ապուշի տպավորություն թողնալ, դուք իրոք չեք հասկանում, որ դա չի թեման։ Չէ, բայց իրանք մանիպուլացնում են, շեղում են թեման, որ ախր մենք պետք է իմանանք, բան չէ, մեկ գրում են, բա Քրիստոսի խորանի առաջ երթում են տվել, բան չէ, ես բաներ, բան։ Ուրեմն ես ուզում եմ այս հաղորդումը տեղափոխենք հիմա 19 թվական կարծես։ Ես բայց վերջացնեմ միտքս։ Այդ ասանուն ասեմ։ Ուզում եմ ասել, որ սա պայքար չի աթեիզմի, հավատքի, գիտության, հակագիտության, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ ավելի հակագիտական է, քան միջնադարի ցանկացած խելագար ինկվիզիտորը։ Նիկոլ Փաշինյանը ավելի միջնադարյան է, քան ամենամիջնադարյան, չգիտեմ, էլի նորից ինկվիզիտորը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին պետք է ներկայացնել որպես ինչ-որ առաջադիմության փարոս, որը Պապ Թագավորի տրամաբանության պայքարում է հանում աշխարհիկ պետության, ուզում է հզորացնի պետությունը, բայց այդ միջնադարյան այդ դևերը կարճած Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետության փեշերից Մոսկվայի հրահրումով թույլ չեն տալիս, չէ՞ ժողովուրդ, դա չի։ Նիկոլ Փաշինյանը շարքային բոլշևիկի վարկագծով է դրսևորվում, այդ ստալինյան այդ զազրելի մեթոդաբանությամբ փորձում է բռնաճնշումներ իրականացնել հայ հռակելական եկեղեցու նկատմամբ եւ իմ տեսանկյունից հիմա եկեղեցուն աջակցություն հայտնելը ամենաառաջադիմական բանն է, որ կարելի է անել։ Վստահ եմ եւ մենք մեր աջակցությունը հայտնում ենք եւ հայտնել ենք։ Հիմա 19 թիվ գանք։ Հիմա, հա, մինչեւ այդ ուզում եմ ասեմ, որ ժողովուրդ ջան, եթե չգիտեք, իմացեք, որ պատերազմների ժամանակ մեր եկեղեցին միշտ կանգնած է եղել մեր պետության կողքին, բանակի կողքին, ժամանակին նաև զենք է արել, զենք է տվել եւ բազմաթիվ բաներ արել։ Բայց ուզում եմ հետ գնանք 19-20 թվական։ Ինչ էր կատարվում 19-20 թվական։ Հեղափոխությունը մի տարի ա եղել է, երկրում պետքա տեղի ունենան բարեփոխումներ, հեղափոխության խոստումները պետքա կյանքի կոչվեն։ Միգուցե եթե բոլորս իմանային, որ խաղաղության պլան կա սեղանի վրա դրված, որը մերժում էին, ասենք, խաղաղություն բերենք, բան, տենց ոչ իման չգիտենք, բայց այդ օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղ ունենում մի բան։ Ազգային ժողովի ամբիոնից դատավորի տեխնացու Վահե Գրիգորյանը հայտարարում է, որ սահմանադրական դատանում կա ճգնաժամ։ Այս բոլորը հանգիստ ապրում են, ոչ մի բան չկա։ Իսկ գալիս ամբիոնից ասում է սահմանադրական դատանում կա ճգնաժամ։ Այդ օրվանից սկսած Հայաստանի Հանրապետության բոլոր հասարակական կազմակերպությունները, ամբողջ մեդիա դաշտը, բոլորը, հակառակն էլ, իշխանականն էլ, ընդդիմադիրն էլ, բոլոր քաղաքական գործի։ Ես ուր գնայի հարցազրույց դրա մասին ինձ հարցեն, այս անպայման։ Առաջի հարցն է, չգիտեմ ինչի, բայց բոլորը սկսում են զբաղվել դա սահմանադրական դատարանի ճգնաժամը, ինչպես պետք է մենք այն կարգավորենք, չէ՞ որ մենք պետք է լուծենք այդ ճգնաժամը, մի հատ արխիվը հանեք, լսեք, նայեք ինչ էր կատարվում։ Ամբողջ երկրի գիտելիքը, էներգետիկան, գիտական միտքը, քաղաքական միտքը, հասարակական միտքը, ժուրնալիստական միտքը, չգիտեմ, ինչ կար կենտրոնացած էր այդ թեմայի վրա, եւ որոշվեց, որ սահմանադրական հանրակրվե պետք է արվի, որպեսի դատավորները դուրս շպրտվեն այդ ճգնաժամ առաջացնողները։ Հանրակրվեն նա ուզում էին անային արշավեր սկսվել, կոവിഡ്ը սկսվեց։ Մենք կանգնվեցինք կոവിഡ്ի։ Ես մի բան հիշեցնեմ, այդ ժամանակ ես եւ դու պլանավորում էինք ոչի արշավ, ոչի արշավը վերցնենք մեր վրա ու մեզ թիրախավորում էին։ Ես իմ մեմորիա հեղափոխության ռեյտինգը շատ բարձր էր։ Այսօրվա ռեյտինգը չէ, նայեք, այսօր բոլորին կոմֆորտնի է Նիկոլին քննադատել։ Երբ որ մենք քննադատում էինք իրան, դա չգիտեմ, ոնց ասեմ, ես ստատուսների մեմորիներն եմ նայում, պարմարկան, մսերս ուտում էին։ Ես այդ ոչի մսերը ուտե ո՞րն ասեմ։ Այդ հանրակրվեի մասին դեմ էինք խոսում։ Այնքան քֆուլ որ մեզ են քրֆել այդ ժամանակ, ասենք ես չգիտեմ, էլի։ Լավ, հետո վերջը սկսում է կոവിഡ്ը, պանդեմիա, ամեն ինչ փակվում է, բան, իշխանությունը տեսնոր չի կարող հանրակրվե անի, սահմանադրակի այդ գիտնականները որոշում են, որ դա հնարավոր անել ազգային ժողովով։ Գալիս է ազգային ժողով, մի ազգային ժողով անեն, այդտեղ լուսավոր Հայաստան ֆրակցիան մտնում է պատերազմի առաջին գիծ, կռիվ է տալիս, որ հակասահմանադրական այդ փաթեթը չլինի, վերջը իրանք բնականաբար անց են կասնում, այդ դատավորներին դուրս են անում, բան, եւ այդ կոവിഡ്ի այդ մղձավանջից եւ այդ սահմանադրական իբր թե թիվ 1 հարցը դա է երկիրը, բան, մտնում ենք հունիսյան մարտերի մեջ, հունիսյան մարտեր, ոնց է կոչվում հունիսյան հերոսական մարտեր, հուլիսյան հերոսական մարտեր, հուլիսյան հերոսական մարտերն ավարտվում են. Եվ ես ու Կարպիսը որոշում ենք, որ մի հատ տեսանյութ նկարենք, ժամանակ ոդկաստ չկա, ուզում ենք նստենք խոսանք, բայց նկարահանենք ու ասենք, որ Ժորժ ջան, պատերազմ է սկսվելու, որովհետև
երկիր 2 տարի զբաղվել է անասունություններով, ես չեմ բանանում խորշում, անասունություններով զբաղվել ամբողջ երկիրը եւ պատերազմը Քոչարյան բռնել բաց թողել։ Քոչարյան բռնել բաց թողալ այդ ընթացքում Հրայր Թոմասյանին արդեն Հայաստանի դուրը թակում է այնտեղ պատերազմը եկել է Կարպիսն ասում է մազերս թող կտրեմ էքուց անենք ասում այսօր ասում եմ էքուց մազերս կտրեմ նոր մազերը կտրեմ այդ հաջորդ օրը պետք է անենք արդեն պայմանավորվել են միած սրճարանը որ պետք է անցնենք խոսանք ասենք Ժողովուրդ ջան ստապվեք պատերազմա լինելու առավոտ արթնանում ենք պատերազմը սկսած ալնում Կարպիսը մի բլոկ սիգարետա վերցնեմ իր մոտոցիկլետով գնում է դեպի Արցախ ես էլ ազգային ժողովի մի փոքր խմբով գնում եմ էլի դեպի Արցախ բայց ինչ եմ ուզում ասեմ լավ հիմա այդ ձեր ցավը տանեմ այս սիրելի հայրենակիցներ ջան նորից մեզ ամբողջ երկիր են բացեք մեդիաները բացեք հարցազրույցները բոլոր քննարկումները վերաբերում են կաթողիկոսի կուսակրոնության կամ որևէ սրբազանի քերու կնգա տեղաշորի անկողնու եւ ինչի մասին եւ նորից գնում ենք դեպի աղետ եւ նորից գնում ենք դեպի աղետ ձեզ չթվա թե չեն գնում դեպի այսինքն համանդրական դատարանը ամփոփենք այս հատվածը համանդրական դատարանը Հրայր Թոմասյանը Քոչյանը հիմա էլ կա Քոչյանը չասենք փոխարինվել են հիմա էլ կաթողիկոսով հիմա նույն հիմա թեման էական ինչ որ մի հատ հակահերոս է գտնվում հիմա հակահերոսը բանն է վեհապարն է Գարեգին կաթողիկոսն է հակահերոսը ինքն է ու էլի ինչ որ սրբազաններ մենակ չինա եւ այս հեղափոխական արշավը դե հիմա ռեյտինգը ցածր է հիմա այն առաջվա պես այն առաջ ասում էինք բայց ինչպես կարելի է չենք քննադատում ասում ենք ախր ինչպես կարելի է չենք հասցնեմ ասենք հարցակում իսկ այդ ընթացքում Ադրբեջանը պլանավորում է մեծ քաղաքականություն այո եւ այդ ընթացքում Հիկմետ Հաջիևը հայտարարում է որ ինչի են Թուրքիայի մամուլում մեզ քննադատում որ մենք սիոնիստական ռեժիմին ենք աջակցում այն դեպքում երբ որ Եվրոպան դռները փակել էր սաղ աշխարհը դռները փակել էր մեզ զենք չէր տալիս եւ մենք սկսեցինք զենք գնել Իսրայելից մի բան ասեմ պատերազմի ժամանակ մեզ օգնեցին եւ ասում են լոբիստական կառույցներով Միացյալ Նահանգներում հայկական լոբիզմի դեմը առանք իսրայելական լոբիզմով այդ երկու ժամանակաշրջանում են արել երբ որ Հայաստանում Հրայր Թոմասյանի գրիչն էին քննարկում գրիչը ՍԴԻ-ի ինչ է բան այնտեղ ճգնաժամ ասենք որ ուրիշ եմ այդ օրերը ճգնաժամը վայ Գրիգորյանը հիմա ուր է գնացել լավ գործի որտեղ կամ գնացելա կամ պետքա գնար գնացել ոնց որ թե արդեն հա դե երևի բախի գնացել չմնաց իր այդ համարական դատարանում հա ճգնաժամը լուծվեց եւ ճգնաժամը լուծվեց այդ ազատության բաստիոնում ինչի չմնաց աշխատի մեր հարգելի Վահե Գրիգորյանը ժողովուրդ այնքան էս ամեն ինչը ինչքան մարդկանց կորցրեցինք չէ հարգարժանում հարգում էինք մտածում էինք գաղափարիզին ես ասեմ բայց իրանք եմ մտածում որ մեզ են կորցրել ես ասեմ նեզ դու իրանք մտածում որ իրանք մեզ են կորցրել մենք մտածում ենք որ մենք իրանք ենք կորցրել եւ բայց մենք բոլորով էսա սաղ ինչ կա է դա ենք գնում կորցնելու ու այս ոդկասթին չէ մար ժողովուրդ սթափվեք ինչի համար են իրանք մեզ կներեք ինչի համար են մենք իրանք մեզ կորցրել իրոք իրանք մտածում են որ մենք նույնպես պայքարել ենք ռեժիմի դեմ մենք նույնպես ուզեցել ենք որ երկիրը լինի ավելի ինքնիշխան եւ անկախ Եվ հիմա այդ process-ն է գնում, իսկ դուք ոնց որ թե Եվ հիմա այսինքն հիմա պետք է աշփակենք այս ռեժիմի ավելի զազրելի հանցագործությունների նկատմամբ, իրանք էդ են ուզում։ Այսինքն սերի այնակիցներ, որ մենք ինչ որ պայ ուզեցենք, որ ինչ որ պայ չէ, հիմա էլ ենք ուզում, որ Հայաստանը լինի ավելի անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, կոռուպցիա չլինի բան։ Ու աջակցել ենք այդ process-ներին, ինչով որ կարողացել ենք։ Հետո որ պետք է այդ process-ները կյանքի կոչվեն, տեսել ենք, որ մենք զբաղված ենք անասունություններով։ Մենք չասենք ախպերես։ Քանի որ Վահե Գրիգորյանն իջեցիք, Վահե Գրիգորյանի Էս ինչ է կա։ Մի հատ ելույթ կա 13 թե 14 թվականին, որտեղ համանadrական դատարանում շատ բուրըն իրավագիտական եւ փիլիսոփայական ելույթ ունեցա, որտեղ խոսում էր ամբողջատիրության այդ գարշահոտի մասին, որը կախված է մեր երկրի վրա, մեր փոքրիկ երկրի վրա։ Հիմա Վահե Գրիգորյան չես տենում այդ նույն ամբողջատիրության գարշահոտը, որ տարածվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, չես տեսնում այս բռնաճնշումները։ Այս հանցագործությունները հիմա ով ումա կորցրել Պարմարական եւս մի բան եմ ուզում ասել ես որպես պատմաբան սիրում եմ խաղալ ապագայի անցյալի ներկայի հետ եւ հիմա ինքս իմ առաջ ասես ինչ որ հարցադրում եմ դրել օրինակ ինչով պատմության մեջ կհիշվի Գարեգին երկրորդ կաթողիկոսը եւ ինչով կհիշվի Նիկոլ Փաշինյանը օրինակ 60 տարի հետո եթե վերցնենք 131 կաթողիկոսների նորից եմ ասում դրանցից շատ-շատերը լուրջ հանցանքներ գործել են եւ շատ-շատերի վերաբերյալ այդ միանշանակ կարծիք չկա օրինակ Սիմոն Երևանցի կաթողիկոսին ինչ որ մարդիկ խոշոր անհատականություն են համարում որպես ջամբռի հեղինակ եւ որոշ մարդիկ օրինակ Մադրասի խմբակի կողմնակիցները ատում են
ասում են դա ազատագրական պայքարի գլխավոր խոչընդոտներից մեկն էր։ Այսինքն ամեն կաթողիկոսի հետ կապված մի բան կարան ասենք, կարող խորանանք, կարողա չգիտեմ, շատ վատ դեպքեր գտնենք, կարող խորանանք, հասկանանք, որ 131-ն էլ զավակ են ունեցել, չնայած ինչ որ փուլում դա արգելված չի եղել։ Բայց չէ, հիմա կաթողիկոսներից ամեն մեկը հիշվում է ինչ-որ մատ կարևոր սիմվոլիկ իրադարձությամբ։ Նույնիսկ եթե ինչ-որ շատ կործանարար մեղքեր են գործել։ Դուք գիտեք այդ Գևորգ Սյունյանց կաթողիկոսը, որը տեսել էր ցեղասպանություն, որը տեսել էր Սարդարապատ, որը տեսել էր Առաջին հանրապետություն, սուպեր, չէ, բայց ինքը հիշվում է այդ մի հատ ֆրազով, որ չեմ հեռանա Իշխմիածնից։ Կմնամ ստեղ կզովեմ։ Հիմա այս կաթողիկոսը ինչով է հիշվել։ Իմ խորին համոզմամբ ոչ մի չի հիշելու, որ ասես խոսակցություններ է եղել, կարող է տենց նեղ մասնագիտական շրջանակներում հիշեն, կարող է նաև շատ-շատերը հիշեն, որ ասես խոսակցություն է եղել զավակ ունենալու, բայց կարևորություն չտան, որովհետև ինքը ինձ թվում է կհիշվի ցեղասպանության 100-ամյակին մատուցված պատարակով, կհիշվի կառուցված եկեղեցիներով, այդ թվում Երևանի այդ կենտրոնի եկեղեցին, կհիշվի որպես կաթողիկոս, որը Հայաստանում այն քչերից էր, որ շարունակում էր խոսել ադրբեջանական ֆաշիստական քաղաքականության մասին։ Հռոմի Պապի այցի Հռոմի Պապի այցով եւ այլն։ Իսկ ինչով կհիշվի Նիկոլ Փաշինյանը, պարոն Մարուկյան, ինչ ուզում է անի։ Իշքան էլ խոսա, որ Ղարաբաղի կորցնելուց հետո Հայաստանը իսկապես անկախացավ, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես իր իսկ հանրահռչակած արժեքները ուրացող գործիչ, ինքը պատմության մեջ մնալու է որպես Արցախը հանձնող գործիչ եւ Հայաստանի անկախությունը կասկածի տակ դրած գործիչ, բայց ամենաառաջինը պատահական չասեցի արժեքները ուրացած գործիչ։ Իսկական ուխտը, ամենամեծ ուխտը ինքն է ուրացել, որտեղ այն արժեքները, որոնց մասին խոսվում էր 2018 թվականին, կարևոր էին։ Կարծես իսկ այն արժեքները, որ այսօր խոսում ենք, դու մտածում ես դրանք մնալու են։ Ինչ արժեքներ։ Իշխանությունը, պետությունը, անկախությունը։ Ես նույնիսկ եմ ասում, որտեղ ինչից տենց խոսացել են, հետո կործանվել։ Նիկոլ Փաշինյանի պատկերացած ինքնիշխանությունը գիտեք որն է։ Մի անգամ արդեն ասել եմ, որ ինչ ուզենա անի, ինչ ուզենա խոսա, ինքը այդ է պատկերացնում։ Կներեք, Ես նկատի ունեմ այսօրվա լավ այդ ասում է 29743 կիլոմետր։ Իհարկե չի մնալու։ Այսինքն այնդ դու այդ ցանկը որ սահմանափակում ես, մեր մտավախությունն ի՞նչն է ժողովուրդ, որ մենք ուզում ենք այդ ցանկը իրապես սահմանափակվի։ Մենք չենք ուզում այդ ցանկը շարունակվի, բայց այն ինչ որ արվում է, որ շարունակվում է, դա բերելու է այդ ցանկի շարունակությանը։ 29743-ը իր ստեղծածը չի։ Դա սովետական Հայաստանից մնացած ժառանգությունն է։ Այդ սահմաններով է հռչակվել Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Դա իրանը չի, թող ինքը այդ իրան չվերագրի։ Ինքը ընդհանրապես դրա գոյությունը կասկածի տակ դնողն է, դա արժեզրկողն է։ Երբ որ ինքը բողոքում է բոլշևիկներից, որ կեղծել են իբրև թե մեր պատմությունը նորից եմ ասում, ինքը բոլշևիկներից ամենաբոլշևիկն է, որովհետև ինքն է փորձում ջնջել մեր երրորդ հանրապետության 30 տարվա պատմությունը, դա ներկայացնելով որպես թալանչիների, որպես հանցագործների, որպես սաշիկների պատմություն։ Օրեր առաջ Աղազարյանը ասում էր, որ մի արծազություն, որ ուզում են հռչակեն 4-րդ հանրապետություն, որ ասեն որ երրորդը չպետություն է։ Դրա մասին էլ Արմեն Սարգսյանն էր խոսում։ Չպետություն էր, բան պետք է հռչակել 4-րդ հանրապետությունը, բայց այդ շատ երկար թեմա է, դա հետո կխոսենք։ Ես ուզում եմ նաև մի թեմայի անդրադառնալ Կարպից, որ հիմա ռոպագանդա է տարվում հստակ գիծը, որ տեսակ, քանի որ եկեղեցին անամոթաբար սխալ թույլ տվեց եւ մտավ քաղաքականություն, նրանց այդ նույնությամբ վարվում է քաղաքականությունը եւ այս գարշելի արշավը պատճառն այն է, որ այդ արշավը քաղաքական է։ Երբ որ դու մտնում ես քաղաքականություն, պետք է պատրաստ լինես, որ քաղաքականության մեջ կոնի կատնամ կլինի գարշելի արշավ։ Հետեւաբար, եթե եկեղեցին հետ գնա իր տեղ եւ սուս մնա եւ լրվի տեղը տեն որ ասում են, հա, այդ պարագայում Փաշինյանն էլ եւ քաղաքականությունը չի անդրադառնա նրանց։ Հիմա նման արշավ ասել որ գոնե բանը ծրագրամը մինիմումն է, էլի որ եթե ասենք չիլնեմ դե հրաժարականին հասնել կաթողիկոսին փոխել չիլնեմ, գոնե գնան հանգիստ մնան, էլ չխոսան, չգնան շվեյցարիաները Ադրբեջանին ասեն ցեղասպանություն է սարել, Արցախի եկեղեցիներն չի ես քանդում, բայց չէ, ասենք նրանից չխանգարեն արևմտյան Ադրբեջանի ստեղծման process-ին։ Ասենք նրանից որ ինչ ես մտածում։ Սկսենք նրանից որ շատ տպավորիչ են իրենց պատկերացումները քաղաքականության մասին։ Կներեք 1000 ներողություն, քաղաքացիներից եմ ներողություն խնդրում, եթե դուք այդ բոյսակությունը քաղաքականություն եք համարում, ուրեմն ամենալավը ձեզ։
Հա, չէ։ Հիմա ի՞նչն է բանը։ Քաղաքականություն չի։ Դա անբարոյականություն է, քաղաքական որևէ մեկի ընտանիքի ներքին գործերին խառնվելը քաղաքականության հետ չի կարող կապ ունենալ, նայում հետ ինչ կապ ունի, ով ինչա որտե եւ արել։ Բայց հակառակից եմ ուզում գամ այն իմաստով, որ նայեք, ցանկացած հոգեորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բոլորանք ովքեր իմ ակտիվ խոսում են։ Բայց Հայաստանի իշխանությունները հոգեորականներ չեն։ Եվ իշխանությունները սահմանափակված են սահմանադրությամբ։ Հետաբար եկեք մի խառնեք այս բորշը, դա նաև կոչես է պրոպագանդիստներին, որ մի փորձեք իբր թե հավասարության նշանն է, դե ասում են, հա Փաշինյանը վատ է անում, բայց ով է սկսել։ Իրանք են սկսել։ Այդ դրա համար, որ իրանք որ հիմա էլ չանեն, դե Փաշինյանը մենք ասենք մի արա։ Բայց այդ բարձր չէ, որ հավասարության նշան դնեմ, որ հա վատ բաներ է ասե, բայց նրանք մտան քաղաքականություն, նրանք եկան հրաժարական ուզին, նրանք եկան ասին չգիտեմ եւ այլն, այսինքն այս ուզում եմ ասել, որ սիրիայնակիցներ մի խաբվեք, ցանկացած հոգեորական քաղաքացիա իր կարծիքը կարող է ունենալ, ընտրության մասնակցողը, ձայն ունի, երկրի կառավարմանը 5 տարին մեկ մասնակցում է, ինչ վերաբերում է վերապարի ընտրության պետության մասնակցությանը, ապա պետությունը եւ եկեղեցին անջատ են սահմանադրությամբ, բայց վերապար հայրապետի հայրաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի ընտրությանը քաղաքացիական անձինք, ոչ հոգեորական ժողովրդի ներկայացուցիչները մասնակցում։ Լավ, գնացեք վրաց հոգեոր առաջնորդին ասեք, կարծիք մի այդի։ Այդ մատ ինչ որ կեղտոտ չկան, հա Վրաստանում փորձագետներ, որ տենց ինտերվյուներ տան, փորձագետ, որ բան է, ասեն, բայց Իլիա երկրորդը իրավունք նշան լպրծուն ձևակերպումներ են իհայտ եկել։ Եկեղեցին մտել է քաղաքականություն։ Չէ, բայց եկեղեցին քաղաքականություն չի մտել, բայց եկեղեցին չի կարող մնալ լուր։ Եղբայրը մի րոպե, եթե եկեղեցուն պատկանող կառույցները եւ հոտը, այսինքն հոտը դարձել է փախստական։ Խոսքը Արցախի ժողովրդի մասին է։ Կառույցներն էլ, այսինքն որ հողի վրա sense կառույց է, չէ՞։ Եկեղեցիներն էլ մնացել են թուրքերին, ովքեր նրանք բնաջնջում են։ Ոնց ինքը չի կարա դրա վերաբերյալ կարծիք ասի, ոնց կարա դες։ Ասենք նրանց որ ինչ են իրանք սկսել, որովհետեւ դուք լկտի եք դրա համար։ Ով է առաջին անգամ կաթողիկոսին ավազանի անունով դիմել, Կտրիչ Ներսիսյան։ Ալեն Սիմոնյանը։ Դե հիմա ու մի հատ հետաքրքիր բան ասեմ, մի անգամ պատմել ենք ոնց որ այդ ժամանակ ես խորհրդանում կանգնեցի եւ ասեցի որ չի կարելի վեապարին անվանել իր անունով, որտեղ արդեն նա օծում ունի, օծման անունով պետք է դիմել եւ սա ասեցի սրբապղծությունը դատապարտեցի կարպիս։ Այդ ժամանակ էլ ահավոր մի հարցակումի վրա, բայց նաեւ գնացի խորհրդանշական, գնացի Մայրաթոր, հանդիպեցի վեապարին, ասեցի որ ես աջակցում եմ բան, ինքը չուզեցավ որ հրապարակայնացվի այդ մասը, ամեն դեպքում եւ հիմա ես ուրախ եմ որ ավելի շատ մարդ է ասում ես աջակցում եմ եկեղեցուն։ Այն ժամանակ որ Ալեն Սիմոնյանը հարցակվել էր վեապարի վրա շատ քչերն էին, բայց նաեւ ասեմ որ վեապարը նաեւ ընդունեց Ալեն Սիմոնյանին եւ իրանք բարեշեցին։ Եկեղեցին այդ դա ֆիքսենք երբեք կանոնները հիշաչարություն չունեն, եւ ինձ հայտարարությունն էլ երեկվա չէ մի քանի օր առաջվա հայտարարությունները շատ զուսպ է։ Եվ ես մի բան էլ ասեմ։ Հիմա էլ Փաշինյանը գնացի լավ հարց չկա։ Այդ պրոպագանդիստները, յադագյուդաները անդադ փորձում են եկեղեցուն կապեն KGB-ի հետ, անդադ հա Ռուսաստանից մեդալ է ստացել, ֆիքսի էդի ասում։ Ռուսաստանից նա մեդալ է ստացել։ Ասում է, արա միակ պրեզիդենտը աշխարհի, որ Նիկոլ Փաշինյանի ծնունդը զանգել շնորհավորել է, Վլադիմիր Պուտինն։ ասում է սքեմը հանում են, համես տարի բացինկաները Երևան, ասում է սքեմը բարձրացնեն, բացինկաները Երևան, համազգեստի։ Ես մի բան ասեմ, բացինկեն այդ մարդկանց գլխի մեջ ասեմ, հայ սապոգը։ Հա, բացինկա չէ, սապոգ։ Հայկական իրականությունում ռուսական տիրապետության շրջանում ամենամեծ ընդվզումը տեղի ունեցել հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ։ Խոսքը 1903 թվականի մասին է, երբ որ ցարական Ռուսաստանը որոշել էր բռնագրավել եկեղեցական գույքը, եւ դա թերևս ամենախոշոր ընդվզումն էր, եւ հայ առաքելական եկեղեցին սովետական եւ ռուսական իրականություններում ռուսական եւ սովետական իշխանությունից ամենաշատ տուժած կառույցներից մեկն է եւ բանը հասել է ընդհանուր եկեղեցիների պայթեցման եւ նույնիսկ կաթողիկոսի սպանության խոսքը Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի խեղդամա արվելու մասն է, որ դրանք բան անհեթեթ, հիմար, ապուշ խոսակցություններ, որոնց մասին կարող է հետո մենք հիմա պետք է ամփոփենք հաղորդումը սելիայնակիցներ եւ ամփոփման իմաստով ուզում եմ ասել, որ ես նույնպես մտածում եմ, որ ինձ թվում է կարպիսներ, որ
Հնարավոր չի այս կռվի մեջ եկեղեցուն հաղթել, եթե իրենք մտածում են որ իրանք կարող կռվեն, հաղթեն, բան անեն, դա անհնար բան է եւ նաեւ նույն ամերիկյան կազմակերպությունների հարցումներով հայ առաքելական Սուրբ եկեղեցու ռեյտինգը բավականին բարձր է։ Սովորական սոցիոլոգիական բան է ժողովուրդ, երբ որ բարձր ռեյտինգով որևէ բանի հետ դու գնում կռիվ ես տալիս, դու ես դժվում։ Դες իշխանությունը ինքը իրան քարուքանդա անում։ Այսինքն ինքը մտել է մի process-ի մեջ, որտեղ իր կործանումն է անիմաստ, անիմաստ։ Շնորհած դե արդեն խոսացինք որ Ալլա շուքյուր Փաշազադեն ոնց որ ուզում է որ սա տեղի ունենա եւ սա տեղի ունենա։ Ինչ որ բան ունես ավելացնելու։ Չէ, ընդհանրապես ուզում եմ ասել որ որը մեկը չի թաքցնում։ Նույնիսկ KGB-ի նախկին աշխատողները, նույնիսկ եկեղեցականներ չեն թաքցնում, որ սովետական միության բոլոր կրոնական կազմակերպության ներկայացուցիչները, ռուս ուղղափառ եկեղեցու, վրաց ուղղափառ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու, մուսուլմանների բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվել են KGB-ի հետ։ Հիմա Ամերիկայում գործող կրոնական կառույցներ չկան բանի եւ դա եղել է իրանց հատուկ ծառայությունների տոտալիտար հասարակարգում դա եղել է իրանց փրկվելու գինը։ Հիմա ինչ եք ուզում եք Մայաթորը պայթացնեին։ Չէ, բայց նայ հարյուրավոր տարիներ։ Բայց դուք գիտեք որ Մայաթորը ուզում էին փակեին, ո՞նց է համագործակցեիր։ Ուզում եք հարյուրավոր տարիներ եկեղեցին ժողովուրդ ջան, տարբեր մեզ իրանց լծի տակ պահող օտար իշխանությունների հետ լեզուակթել պահել է մեզ։ Եվ բերը հասել է այս պետականությանը։ Ոսկել է դա ուրանալ։ Ինչևից է։ Ինչևից է սելի հայնակիցներ։ Լավ մնացեք, տարածեք ոդքասթը, միացեք մեր YouTube-ի ալիքին, նաև Կարպիս Փաշոյանի YouTube-ի ալիքին եւ Կարպիս հարցազրույցները դիտեք, իրականում շատ ուժեղ հարցազրույցներ են։ Եվ սպասեք մեզ հաջորդ եթերում։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։